Պողոս առաքյալի թուղթը Կողոսացիներին, գլուխ 3 և 4 Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ օրհնելով ձեր սրտերում Աստծուն, և ինչ որ ունեք խոսքով և գործով, բոլորն արեք Տեր Հիսուսի անունով, գոհություն մատուցելով նրան Աստծուն և Հորը: Կանայք, հնազանդ եղեք ձեր մարդկանց, ինչպես որ վայելեի Տեր: Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց և մի դառնացրեք նրանց: Որդիներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր ծնողներին, որովհետև հաճելին այդ է Տիրոջ առաջ: Հայրեր, մի զայրացրեք ձեր որդիներին, որ չհուսալքվեն: Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդահաճո կերպով ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ, երկյուղ կրելով Տիրոջից: Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում և ոչ թե մարդկանց համար: Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում: Իսկ անիրավը պիտի պատժվի ըստ իր անիրավության, քանի որ Աստծու առաջ աչառություն չկա: Տերեր, ծառաների հետ վարվեցեք ուղղամտությամբ և արդարությամբ, իմացեք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում: Հաճախ աղոթեցեք, աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ: Միաժամանակ աղոթեցեք և մեզ համար, որպեսզի Աստված բացի մեր առաջ խոսքի դուռը, հայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մեջ եմ, որպեսզի հայտնի դարձնեմ նրան, խոսելով այնպես, ինչպես որ պետք է խոսեմ: